60-ականներից արդեն գալիս է մեծ սեռական հեղափոխությունը։ Եվ եթե Եվրոպայում դա դարձավ Էլիոթի ողբերգության աղբյուր, որտեղ Էլիոթը սկսեց մեռյալ երկրի մեջ ողբալ, որ մենք բան չունենք տալու իրար սեքսից բացի, ապա Ռոթի ստեղծագործություններում դա կոնկրետ դարձավ, ինչպես Ամերիկայի ընդհանուր խոսույթի մեջ, հնից ձերբազատվելու եւ նորը հռչակելու հերթական միտումը։ Բայց մենք եթե վեպին անդրադառնանք, մենք տեսնում ենք, որ մարմնի անկման հետ մեր հերոսի կներեք համարձակությունը եւ այդ բանը գիրքը անկում է ապրում, որովհետեւ ինքը բացահայտ ասում է, որ կներեք, ես նայում եի այն մարմնին, որ այդքան տենչում էի, երբ որ իմանում եմ, որ արդեն մարմինը քաղցկեղ ունի եւ էլի another dying animal Եվս մի կենթանի է այդ մեռնում, որտեվ եկեք հասկանանք, որ ինքն էլ այդ մեռնող կենթանի տարիքի պատճառով, այդ երիտասարդ աղջիկն էլ է ինչ որ առումով մեռնող կենթանի իր կարգավիճակի պատճառով, մենք բոլորս, ինչպես ասում էր Սարոյանը, մենք բոլորս խեղճուկրակ որբեր ենք, եւ մենք բոլորս մեռնող կենթանիներ ենք։ Եվ ահա այդ մեռնող կենթանու համատեքստում մենք ինքը խոստովանում ասում է, ունեցա կարճ բռնկում եւ հետո անկում։ Այսինքն այդ մարմինը Երբ որ բախվում է հոգևոր տառապանքին, իրական մահվան ընկալմանը, տեղի է տալիս եւ ինքը ասում է, այո, սեքսով ես զբաղվում եմ, որ մահը հերք է։ Բայց սեքսով զբաղվելով ոչ ոք չի կարող մահը հերքել, որովհետեւ մարմինը մեր ամենամահկանացու հատվածն է։